Որտեղ է մինչ 2018-ի քաղաքասարակությունը։ Գրասենյակներում, քանի որ նրանք գրասենյակային գոնգոներ են, այսինքն այս գոնգոն ինչ է, կառավարական NGO-ներ, NGO-ն հասարակական կազմակերպություն, governmental NGO, հա, ինչի բայց այսպես եղավ։ Մի հատ պետք է սկզբից սկսենք, հա, երբ որ Հայաստանը անկախացավ այդ հետխորհրդային այդ անարդարությունների շրջանում, առաջացավ խոցելիների խումբ եւ տենց մի քիչ հռկոպալիներ էլի, տենց այդ տնտեսական կոլապսի ֆոնին, ոնց որ այդ շուստրիները, խորամանկները եւ բռիները առաջ եկան ու այն կրթյալները լուսանցքից դուրս ընկան։ Ու այս պայմաններում մարդիկ երբ որ սկսում էին իրենց պաշտպանել, այդ պաշտպանությունը ոնց որ գալու էր դառնա այն քաղաքասարակությունը, որը ձևավորվեց այս փաստորեն մի 20 ավելի շատ, հա, փաստորեն մոտ 28 վերցնենք 28 տարիների ընթացքում այդ ընտրակեղծարարություններն էլ պետք է չմոռանանք, ընտրակեղծիքների դեմ պայքարը, հա, այդ տարբեր ոլորտների անարդարություններով։ Դրան զուգահեռ նաև բնականաբար երբ դու պայքարում ես այդ անարդարությունների դեմ, քեզ որոշակի ինչ-որ կայունություն է պետք, դու այնտեղ աշխատանք եւ այլն։ Եվ արևմտյան երկրները այդ իմաստով ոնց որ դրախտավայր էին, որովհետեւ ասում էին ժողովուրդ, եթե ձեզ ճնշում են, մենք ձեզ կաջակցենք, ձեր կայուն կյանքը կապահովենք, դուք ներկայացեք ձեր ծրագրերը եւ դուք զբաղվեք ձեր արդար գործունեությամբ, եւ քանի որ Հայաստանը այդ ժամանակ նոր էր, ինքը նոր պետություն էր, որը ինստիտուցիոնալ հիշողությունից էլ ինչ-որ իմաստով զրկված էր ցեղասպանության եւ կոմունիզմի արդյունքում եւ նաեւ նրանից որ պետականություն չունենք այդ տարիների ընթացքում, մենք նաեւ չունենք այդ իմունիտետը ընկալելու արևմտյան խորամանկությունները կամ թուրքական նաեւ խորամանկությունները։ Ու թվում էր թե այդ ճիշտ ուղղությունն է, հա, որ իրանք մեզ բան են փող են տալիս, ստանում են տրեյնինգներ են անում եւ այլն բանում են։ Հետո չմոռանանք, որ այդ սովետական բռնաճնշումներն էլ ազգայինի ճնշումները նույնպես արևմտյան բանի տակ էին, հովանոցի տակ էին, որովհետեւ այն ժամանակ իհարկե արևմուտքը մի քիչ ավելի ուրիշ էր, հա, դե բանից Բերլինից այն կողմ էր արևմուտքը, բայց ամեն դեպքում էլի մեր ազգային հարցը սովետական միությունում, չգիտեմ, դրոշ Հայաստանի դրոշ բարձրացնելը եւս դաշնակցության մեջ էր մտնում արևմուտքի հետ, որտեվ դե թշնամին էր սովետական միությունը, ուզում էին փլուզեն։ Պարոն Իշխանյան, մեզ ծանոթ բազմաթիվ անհատներ, հա, խմբեր, որոնք ակտիվ էին մինչև 2018 թվականը, տարբեր ոլորտային հարցեր էին բարձրաձայնում, գրանտներ էին ստանում արևմտյան երկրներից, իրենք կարծես ես էլ դրամաշնորհերով աշխատել եմ։ Այո, հիմա էլ կաշխատեմ, հիմա հետաքրքիր է, վերջին տարիներին դուք եւս բավականին ակտիվ եք մարդու իրավունքների պաշտպանության հարցերով, բազմաթիվ ակցիաների եք մասնակցում, ինչ որ գրանտներ վերջին տարիներին ստանում եք, արդյոք այն ինտենսիվությունը կա ինչ մինչ 2018-ն է։ Չեմ հիշում, որ ինչ-որ դրամաշնորհներ ստացածն եմ, եղել եմ, որ դիմել եմ, մերժվել եմ, ասենք Գյուլբենկյան բան, բայց Գյուլբենկյանը դե որպես մեր արևմտյան Պորտուգալիայի, այդպես ինչ-որ բաներ եղել են, այսինքն ստեղ խնդիրը բանը չի, ստեղ խնդիրը դրամաշնորհը չի, ստեղ խնդիրը թե դու ոնց ես առհասարակ վերաբերվում քո գործունեությանը, հա, նայեք, եթե դու իրավապաշտպան ես, դատաների անկախությունը քո ամենակարևոր ոնց որ բանն է, խնդիրն է, որ դատարանը լինի անկախություն։ Դրա վրա է հիմնվում քո գործունեությունը, որովհետև եթե դատարանը անկախ չի, իրավունքները այդտեղից սկսվում է խարխլվել։ Հիմա երբ իմ մոտ այդ տարանջատումը առաջացավ, երբ որ սա սկսեց դատարանները շրջափակել, դատավորների դեմ շինծ ու գործեր 19 թվական դատավորների դեմ շինծ ու գործեր հարուցել եւ այլն բան, այդտեղ առաջացավ ինձ մոտ այդ բանը կոռուզիան, ասեք ժողովուրդ էսի չեք անում, ոնց կարելի է աջակցել դատարանների զավթումը, 46 կազմակերպություն այս սրանց արածները աջակցող հայտարարություն այց, այդ թվում իմ գործատուն, իմ գործընկերները եւ չէ, արդեն դուրս է եկել կարծեմ, բայց այնուամենայնիվ արեցին 46 կազմակերպություն։ Դուք պատկերացրեք 46 կազմակերպություն, որը
նախկինում զբաղվել է խոցելի խմբերի պաշտպանությամբ եւ նրա համար առաջնային խնդիրը դատարանների անկախությունը պետք է լինի։ Հիմա եկել է, այս իշխանությանը օգնում է, որ դատարանները զավթեն, եւ դա արդեն վերջ, բրծավ, դա արդեն քաղաքասարակություն չի, դա արդեն գոնգոյ է։ Եվ 2018 թվականից մենք ունեցանք 2018-19 թվականից ունեցանք մի կողմից այդ գոնգոները, մյուս կողմից այս իշխանության մեջ այդ իրավապաշտպան կազմակերպությունից դուրս եկած մարդիկ, որոնք նաև շահկապված էին անձնական հարաբերություններով եւ հակակշիռների մեխանիզմ չկար, քաղաքասարակությունը ամբողջությամբ բաց էր եւ պաշտպանությունը չէր լինում նորմալ կազմակերպել, որովհետեւ որովհետեւ դաշտը բաց էր ու համել էյֆորիայի մեջ ժողովուրդը գնացել էր ընտրել էր սրանց 70%-ից։ Պարոն Իշխանյան, գնայեք ես էլ ասեմ, ինչ է, դրա համար երբ որ այս Դավիթ Գրիգորյանի, Ալեքսանդր Արզումանյանի դեմ այս շինծու գործերը սկսվեցին, դատավորների մասին է խոսքը, փաստաբանները դարձան մի տեսակ այդ քաղաքասարակությունը, առաջինը իրանք ընդդիմացան այս գործողությունը, հետո կամաց արդեն ձևավորվեց եւ նոր քաղաքասարակություններ, նոր խմբեր առաջացան։ Այ մինչև 2018 թվականի, մինչ հեղափոխական Հայաստանի քաղաքասարակության հետ կապված շատ հարցականներ կան, որոնք լռեցին հետո, կարծես խլացան եւ կուրացան։ Իրենց պայքարի մոտիվացիաները շատերի համար շարունակում են անհայտ մնալ։ Օրինակ, ո՞րն է ձեր պայքարի մոտիվացիան այս օրերին, դուք այն եզակիներից եք, որ շարունակում եք խոսել, ավելի ակտիվ եք խոսում, ո՞րն է ձեր պայքարի մոտիվացիան, որովհետև դուք եւս քաղաքասարակության մաս եք այսօր։ Դե իմ պայքարի մոտիվացիան իմ մեծ պապերս են, մեծ տատերս են, մասնավորապես իմ գնդակահարված երկու մեծ պապերս եւ մի մեծ տատս, որ գնդակահարվել են, բոլորի ընտանիքները անցել են ցեղասպանությունով, բոլորը նաև մասնակցել են այդ հայ ազատագրական պայքարին եւ իմ մեծ պապուս երբ որ մետեխի բանտի ստանում էին գնդակահարելու, նա ֆռաց ու բոլորին ասաց, որ ոչինչ թող իմ գլուխն ալուտին, բայց հաղթանակը մերն է լինելու։ Ու դա որպես ես իր շահանակություն փոխանցվել է ինձ։ Բացի դա, իմ մոտիվացիան 2020 թվականից հետո իմ ընկերներն են զոհված, որոնց խաբելով տանում էին Արցախ կոտորելու, նրանք գիտեին, թե զենքը ձեռքը վերցնում են Արցախն են պաշտպանում, այդ թվում ես էլ տենց գիտեի, բայց փաստորեն կոտորում էին, որ այսօր նրանց արյունով գրեն, որ Արցախը մերը չի։ Այսինքն իր տեսակի մեջ ընդդիմանալ է նաև այս ազգային ինքնության դեմոնտաժին, այլ այդպես հասկանալ նաև։ Ընդդիմությունը առհասարակ այդ ֆաշիստական մտածելակերպին, լինի դա երիտթուրքական, լինի դա հենց ֆաշիստական, լինի դա Նեթանյահուական, լինի դա Թրամփական, լինի դա Ալիևյան, Նիկոլ Փաշինյանական, Փոլ Փոթյան, հութույական, որ տուցիներին ցեղասպանության ենթարկեցին։ Այսինքն ստեղ այդ հաբրգացությունները հակակշռելու մեջ է, որ դու չես կարող ուղղակի ասես, գիտես ինչ կա, դու սև ես, այս ապարտեիդական հարավաֆրիկյան, դու սև ես, դու պետք է ուրիշ ավտոբուս նստես կամ ես քեզ կկոտորեմ, որ դու սև ես։ Հիմա սրանք ինչ են ասում։ Ասում են դու արցախցի ես, դու իրավունքներ չունես։ Հայաստանը ստորագրել է փախստականների իրավունքների մասին կոնվենցիան դեռևս 50-ականներին եւ բնականաբար բոլոր փախստականները ունեն անկախտելի վերադարձի եւ սեփականության վերադարձի այդ թվում իրավունք։ Հիմա սրանք ասում են չէ, չկա տենց իրավունք։ Բայց սրանքով չպայքարես սրանց դեմ։ Դու ով ես որ մարդուն իրավունքից զրկես։ Այն էլ ասենք այդ իրավունքները ամրագրվել են թղթի վրա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆաշիզմին հաղթելուց հետո, այսինքն դրանք արևմտյան արժեքներ են եւ այստեղ արևմուտքին էլ է պետք փրկել, որովհետեւ այսօրվա արևմուտքը ինքը նիկոլական արևմուտք է։ Դա իմ արևմուտքը չի, ես ինքս արևմտյան կոնստրուկտ եմ, իմ մշակույթը ամբողջությամբ կարդացած գրքերը, ֆիլմերը աշխատում եմ արևմուտքի հետ շատ հաջող, բայց դա այսօրվա արևմուտքը այդ լուսավորչական է Ժան-Ժակ Ռուսոյի, Միշել Մոնտենի, այդ Էմիլ Զոլայի կամ Միսակ Մանուշյանի արևմուտքը չի։ Միսակ Մանուշյանի հետ կապված ցեղասպանության վերապրածա, չէ, ֆաշիզմի դեմ էր պայքարում Ֆրանսիայում, այսինքն մի ֆաշիզմից փրկվել էր, իր ընտանիքը կոտորել էին, մյուս ֆաշիզմի դեմ պայքարում էր։ Եվ հիմա նայեք, սա այս արարածը գնում է խոնարհվում է Միսակ Մանուշյանի առաջ, ում վերահուղարկավորում են Իվրիի գերեզմանոցից Փարիզի Պանթեոն, ու հիմա ապրիլ 24-ին մեղադրում է Միսակ Մանուշյանի զոհված ընտանիքին ցեղասպանության մեջ։ Victim blaming են ասում այս նեոլիբերալ այս լեզվով, որ դու մեղադրում ես զոհին, աղջկան բռնաբարում ես,
եւ բռնաբարության մեջ մեղադրում ես աղջկան, մարդկանց ցեղասպանում ես եւ ցեղասպանության մեջ մեղադրում ես ցեղասպանված։ Իդեպ նոր մեկի հետ բանը ֆեյքերից մեկին բացատրում էի, որ այս նույն բանն էի բացատրում, գնացի հասա բանին Ռուբեն Սևակին ու Դանիել Վարուժանին, ում 1915-ին թուրքերը տարել են քարերով, աքսորի ճանապարհին քարերով յաթախանով սպանել են մեր գրողներին։ Հիմա այս սրանք մեղադրում են Դանիել Վարուժանին ու Ռուբեն Սևակին, որ անզոր sense աքսորվում էին, որ իրանք են մեղավոր ցեղասպանության իրականացման մեջ։ Ու այսօր ինչ որ գրողներ պալատական Հովյաններ եսի մինչեր բան, սրանց են պաշտպանում։ Պատկերացնում եք։ Դրա համար ասում եմ, քաղաքասարակություն, կրկին իրավապաշտպանությունը շատ կարևոր գործառույթ է, դա վեհ գործառույթ է իսկապես, որովհետև դու ոնց է քո անձից վեր ես կանգնում եւ պաշտպանում ես նրանց, ովքեր որ չունեն այդ պաշտպանվելու հնարավորություն։ Իդեպ մեր բանակն էլ է, չէ՞, այդպես ձևավորվել է նրա համար, որ ովքեր բայց այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա։ Մեր իրավապաշտպանությունը ոչ միայն պետք է լինի մեր երկրում իրավապաշտպանության զբաղ, այլ նաև Ադրբեջանի ֆաշիստական երկրում թալիշների, լեզգիների եւ մնացած ճնշված ժողովուրդների իրավապաշտպանությանը ուղղված։